Ուրեմն այսօրվա խոսքի վերնագիրն է Տերը փափագում է մտերմություն ինձ հետ։ Կարող ես ասել, ինքդ ասես, Տերը փափագում է մտերմություն ինձ հետ։ Հենց ինձ հետ։ Ոչ թե բոլորդ ասեք Նարինեի հետ, այլ ասես ինձ հետ, որովհետև Տերն ուզում է, որ մենք նրա հետ մտերմություն ունենանք։ Գիտեք, այսօր շատ հավատացյալներ կարծում են, թե մտերմություն ունեն Աստծո հետ։ Դա զուտ կարծիք է, որովհետև Աստծո հետ մտերմությունը դու պիտի բառացիորեն դա հասկանաս ու տեսնես ու զգաս, որովհետև Աստծո հետ մտերմությունը դա խաղաղություն է, դա կյանք է, որ մի բան ասեմ, ուրբաթ օրը պաշտամունքի ու պաշտամունքի ժամանակ ինձ հարց ուղղվեց. ինչպես ես կարողանում այդ ամենի միջով անցնելով մնալ հոգևոր։ Իմ պատասխանը նրանումն էր, որովհետև ես նրա հետ մտերմություն ունեմ, որովհետև ես նրա հետ եմ, որովհետև նա ինձ հետ է։ Հիշում եք, մենք միշտ ասում ենք, այսպեսի մի խոսք կա, չի ասում ենք գնա Աստված քո հետ, բայց Հիսուսն ասեց մնացեք իմ մեջ։ Դա ես պիտի մնամ նրա մեջ, որովհետև ես նրա հետ մտերմություն ունեմ։ Ես դու պիտի մտերմություն ունենաս Աստծո հետ, որ ցանկացած իրավիճակի միջով որ կանցնես, նա է քեզ անցկացնողը։ Եթե դու իր այդ մտերմություն չունես, քո դժվարության ժամանակ կգոռաս, կասես Աստված իմ օգնի ինձ, Աստված կասի այն քուրոջ կամ այն եղբորը կասի գնա, ասա, այսպես է ասում Աստված։ Երբ որ ես ձեռքս մեկնեցի, ուշադրություն չարեցիր։ Բայց երբ որ դու անձամբ Աստծո հետ մտերմություն ունես, նեղության մեջ լսում ես մի ձայն, չվախենաս, ես քեզ հետ եմ։ Չվախենաս, ես քեզ հետ եմ։ Գիտեք, երբ որ առաջի օրը վիրահատությունը արվեց, գլխիս վիրահատությունը, երկրորդ օրը փակվել էր ձեռքս, պիտի ձեռքս վիրահատեին ու բժիշկս, ես հենց ուրախ նստած եմ, պատկերացրեք, վիրահատությունից հետո ես նոր նարկոս եմ տանում, նոր վիրահատություն պիտի տանեմ ու ես չեմ տխրում, չեմ լացում, չեմ արտասվում, չեմ նեղվում, սիրտս չի նեղվում, ուղղակի ես նստած եմ, ասում եմ հետաքրքիր է, ես ինքս ինձ ասում եմ, հետաքրքիր է, ինչի ես չեմ վախենում։ Ու լսում եմ ձայն, որ ասում եմ, որովհետև գիտես, որ ես քեզ չեմ թողնի։ Որովհետև գիտես, որ ես քեզ հետ եմ։ Այդ խոսքերի վրա բժիշկն ասում է, ես պարտական եմ քեզ զգուշացնեմ բարդությունների մասին։ Ասում եմ բժիշկ, բարդություն չի լինելու։ Ասում է չէ, ես պիտի քեզ ասեմ դրա մասին։ Ես իրավունք չունեմ չասելու։ Ու ինքը ինձ այնպիսի մի բան ասեց, որ անկեղծ եմ ասում, եթե այդ պահին Աստված ինձ հետ չլիներ, ես կարողա թույլ տալ այդ վախը մտներ իմ մեջ։ Գիտեք պատասխանը ես վախի փոխարեն ինչ ասեցի նրան։ Ես ասեցի բժիշկ, իմ Աստվածը քեզ կօգնի, որ իմ վիրահատությունը գերազանց անցնի։ Ինքը նայեց ու ասեց, թող որ։ Վիրահատությունից հետո հաջորդ օրը բժիշկը գալիս է իմ մոտ ու ասում է, վիրահատությունը գերազանց անցել։ Ես ասեցի ամեն, ես չեմ եք հասկացում։ Ուրեմն այն վախը, որ բժշկի բերանով սատանեն փորձում էր իմ սրտի մեջ սերմաներ, հենց այդ պահին ես Աստծո ձայնը լսեցի, որովհետև գիտես, որ ես քեզ հետ եմ։ Այդ պատկերացնում եք, այդ խորելը, այդ իմ ներսում էր, բժիշկը չգիտեր, բայց բժիշկն ասեց, հենց այդ վարքյանին ասում է, ես պարտավոր եմ քեզ զգուշացնեմ։ Իմացեք, երբ որ Աստված է քեզ հետ, ուրեմն այդ ժամանակ դու կատարելապես ուժեղ ես, դու կանցնես ամեն ինչի միջով, ամեն։ Բարև Վարդիկ Քուրջան, շատ բարի,
Շամամ Քուրջան, եթե կարող ես հայերեն տառերով գրի կամ լավ, օքեյ, ես կգրեմ հետո։ Նորից եմ կարդում վերնագիրը մեր խոսքի, Տերը փափագում է։ Տեսեք, այստեղ ասում էր Սաղմոսի մեջ ասում էր ինձ փափագողը, բայց նաև կասեմ, որ Տերը նույնպես փափագում է, որ մեր հետ մտերմություն անի։ Ինձ հետ մտերմություն անի, որովհետև երբ որ Աստված ստեղծեց մարդուն, շատ լուրջ նպատակով ստեղծեց։ Տեսեք ինչ է գրված Ծննդոց առաջի գլուխ 26 եւ 27 խոսքերը։ Ասում է եւ Աստված ասաց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ չինենք։ Տեսեք ժողովուրդ, Աստված որոշում է կայացնում մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Գիտեք, դրանից առաջ Աստված ստեղծեց հողից, նույն հողից, բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները, ամենքը ստեղծվեցան Աստծո հրամանով եւ Աստծո ձեռքով։ Բայց Աստված չէր ասել, որ մեր նմանությամբ ստեղծենք։ Այս վերջերս մի քարոզ լսեցի, մի եղբայր ասում է, որ կարծում եք, թե Աստված քեզ նման է կամ մարդու նման է, ոչ ասում եմ ձեզ, Աստված հոգի է, նա նման չէ ոչ մեկիս։ Ես ուզեցի խորեմ այդ պահին այդ խոսքերը, ես շատ երկար մտա Աստծո խոսքի մեջ ու ասում Տեր Աստված, ինչա խոսում ես եղբայրը, հապա ում նման ես դու։ Ինչի ես նման դու։ Գիտեք, ինչի մասին է խոսքը, ասում է մեր նման, մեր պատկերով, սկզբում ասում է մեր պատկերով Աստված։ Գիտեք, պատկերը որն է, ասում են հորդ պատկերն է, լրիվ հոր պատկերն է, նման է, ինքը նման է։ Գիտեք, ասում է, ոչ Աստված այնպես չէ, որ ինչպես դու ես աչքեր, բերան, ականջներ։ Լսեք, ես կարդում եմ Աստծո խոսքը, ես հասկանում եմ, որ այնտեղ շատ կարևոր մի բան կա, երբ որ Աստված չաստվածների մասին խոսում էր, ասում էր ձեր աստվածները, փոքրատառով աստվածները, ասում է բերան ունեն չեն խոսում, ականջներ ունեն չեն լսում, աչքեր ունեն չեն տեսնում, ոտքեր ունեն չեն քայլում, ձեռքեր ունեն չեն գրկում։ Ես հասկացա, որ իմ Աստվածը ունի աչքեր, որ տեսնում է, որովհետև ամբողջ Աստվածաշնչի մեջ գրված է, նրա աչքերը արդարների վրա է, ուրեմն նա աչքեր ունի, նրա ականջները արդարների աղոթքի ձայնին է, ուրեմն նա ականջներ ունի, գիտեք, նա գրկում է, նա գալիս է, նա քայլում է, նա ոտքեր ունի, քայլում է, ուրեմն ես այդ պատկերով ստեղծվեցա, և հետո ասում է մեր նմանությամբ, այդ ինչ նմանություն է ժողովուրդ, այն նմանությունն է, որ իմ հորս բնավորությունն ունեմ, իմ հորս էությունն է իմ մեջ, ես այս վերջերս մամայիս ասեցի, մամ, միգուցե վատ է, որ մի քիչ շատ ենք պերֆեկտանիստ, հա, շատ ենք ամեն ինչի վրա ուշադրություն դարձնում, ուզում ենք, որ ամեն ինչ գերազանց լինի, ամեն ինչ իր տեղում լինի, ամեն ինչ իր հարթության վրա լինի, ամեն ինչ իր չափի մեջ լինի։ Մի փոքր վախեցա նրանից, որ ես շատ եմ դրա մեջ, այսպես ասեմ, շատ ես կարևորություն եմ տալի։ Եվ երբ որ ես սկսեցի նորից կարդալ Աստվածաշունչը, քանի որ ես երկու վիրահատություն տարա նույն օրերի մեջ, անմիջապես իմ հիշողությունս մի փոքր վատացել է, ես տենց ասեմ, որտեվ ես օրհնված հիշողությունն եմ, և ես որոշեցի, որ Աստվածաշունչը նորից պիտի կարդամ, սկզբից նորից պիտի կարդամ, Եվ ասեմ ձեզ, երբ որ ես նորից կարդում եմ, ես գիտեմ, որ հին ուխտը ցույց է տալի մեզ մեր հոր բնավորությունը, թե ինչպիսին է նա իր էությունը։ Եվ երբ որ նորից կարդում եմ, երբ որ Աստված հրաման է տալիս Մովսեսին, որպիսի ժողովքի խորանը կառուցի խորանը եւ ուխտի տապանակը,
Գիտեք ինչ, ես ուղղակի ապշած կարդում եմ, լարված ու նայում եմ ու ասում եմ, Աստված իմ, այս ինչ հետաքրքիր բնավորություն է, քո բնավորությունը։ Հիմա ես հասկացա, ես քեզ եմ քաշել։ Ես քո նմանությունով եմ ծնված։ Ես քեզ նման եմ։ Հա, ժողովուրդ, իրոք, նման ենք մենք մեր Տիրոջ, որտև նա է ստեղծել մեզ իր նմանությամբ։ Ասма մեր պատկերով եւ մեր նմանությամբ, որ մեզպես խորել գիտենա, մեզպես կարողանա խոսել։ Գիտեք, ամբողջ կենթանիներին, թռչուններին, սողուններին ամենքին լեզու տրվեցավ Աստվածանից, բայց ոչ մեկին եւ ձայն էլ տրվեցավ։ Ամեն մի կենթանին իր ձայնն ունի, ամեն մի թռչուն իր ձայնն ունի, հա։ Ամենքը իրենց ձայն ունեն, բայց ոչ ոքի չտրվեցավ խոսելու ունակություն, որովհետև նրանք նման չէին ստեղծված Աստծուն, միայն ես եւ դու ենք Աստծուն նման ստեղծված։ Ու եթե նման կերպով ստեղծված ենք, Աստծուն նմանությամբ ենք ստեղծված, ուրեմն մենք պիտի փափագենք մեր Տիրոջը։ Ուրեմն մենք պիտի իր հետ լինենք։ Ինչի համար Աստված ստեղծեց մեզ իր պատկերով եւ իր նմանությամբ։ Նա նպատակ ուներ, նրա նպատակն էր մեզ հետ շփվելը։ Աստված նպատակ ուներ ինձ ու քեզ հետ մտերմություն անելը։ Սա էր նրա գերագույն նպատակը, երբ որ ինձ ստեղծում էր իր պատկերով եւ իր նմանությամբ։ Եվ նա շատ մեծ կարևորություն տվեց քո ներսի նմանությունը, քո բնավորություն կոչվածը, որովհետև գիտես, մարմինդ ժառանգեցիր մարմնավոր հորից եւ մորից, բայց միևնույնն է, Աստծո հոգին է այդ մարմնի մեջ դրվում, այն նմանությամբ, որ հոգին է։ Եվ երկրորդն, եթե Աստված չցանկանար, քո հայրն ու մայրը չէին կարողանալ քեզ մարմին տալ։ Ուրեմն էլի Աստծո կամքն էր։ Եվ երբ որ նրանք ստեղծեցին մարմինը, պատկերը ստեղծեցին, հաջորդ բանը, որ արեցին, ասում է, եւ Աստված փչեց իր շունչը այդ մարմնի մեջ։ Գիտես ինչ, հենց այդ շունչն ու հոգին է, որ քեզ նմանեցնում է քո Աստծուն։ Ոչ մի կենթանի, ոչ մի թռչուն, ոչ մի սողուն երկրագնդի վրա չունի հոգի։ Նրանց հոգին իրենց արյան մեջ է։ Արյունը դուրս եկավ, հոգին դուրս եկավ։ Ասում են նրանց արյունը թափվում է հողին, որովհետև իրենց հոգին ընդեղից է վերցված։ Աստծո նմանությունը չունի, ժողովուրդ։ Իսկ ես եւ դու ունենք այդ նմանությունը։ Հենց միայն դա է պատճառը, որ Աստված փափագում է ինձ ու քեզ հետ շփվել։ Մտերմություն ունենալ։ Որովհետև գիտեք, այսպեսի մի բան ասեմ, շատ ժամանակ, որ երբ որ ծնողը միշտ ուզում է իր երեխայի հետ շփում ունենա, հա, մտերմություն ունենա, կա տենց մի ծնող, որ չի ուզում իր երեխայի հետ մտերմություն ունենա։ Բացառվում է, մի օր երկու օր երեխայի ձայնը չլսեց, թեկուզ հեռու է ապրում, նա արդեն շփոթված է, իր ներսը արդեն ալեկոծվում է, նա ուզում է անպայման իր զավակի հետ շփում։ Չեք կարծում, որ դա Աստված է դրել ձեր մեջ, ծնողներ։ Երբեմն մենք ասում ենք ծնողներին, նրանք էգոիստ են, դրա համար չեն ուզում, որ իրանց երեխաները գնան իրենցից հեռու ապրեն, կամ ինչ որ շատ ավելի ուրիշ բաներ, հա, չեն ուզում, չեն թողնում։ Ես մի բան կասեմ, դա Աստծո նմանությունն է մարդու մեջ, որ երբ որ կյանքի է կոչել այդ զավակին, իր ներսից է պոկվել, չէ, դրա համար չի ուզում բաց թողի, ուզում է միշտ մտերիմ լինի իրան։ Եվ առավել ևս մարդ արարածին, ծնողին էլ, երեխային էլ Աստված է ստեղծել եւ նա ուզում է, որ մտերմություն ունենա ամեն ժամանակ մեզ հետ։ Եթե համաձայն եք սրան, ուրեմն կարելի ասել, որ այսօրվա խոսքը շատ հասանելի եւ իրոք արժանի խոսք է, կարևոր խոսք է։ Եվ ասեմ ձեզ, որ Աստված ինքը շատ մեծ փափագ ունենալով
որ շփվի իր ստեղծած մարդու հետ, նա ինչ էր անում, նա գալիս էր Ադամի մոտ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված միշտ գալիս էր Ադամի մոտ։ Տեսեք, ասում է երկրորդ գլխի մեջ, այստեղ մի հետաքրքիր խոսք ասում է, եւ Աստված Եվ Եհովա Աստվածը 18-րդ խոսքն եմ կարդում, եւ Եհովա Աստվածը ասաց. Լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար, եւ Եհովա Աստվածը շինեց հողից բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները եւ բերավ Ադամի մոտ, նշանակում է ինքը տեղում ա եղել։ Նայեք, հետաքրքիր է, որ շփումը այստեղ իմ համար էսի հայտնությունն է, որ Աստված ամեն ինչ անում է, որ ես եւ ինքը շփվենք։ Ինչի համար այստեղ ասում է Աստված ստեղծեց հողից բոլոր կենդանիները, թռչունները եւ բերեց Ադամի մոտ։ Որ տեսնի, թե նրանց ինչ անուն կկոչե։ Եվ ամեն ինչ, որ Ադամը շնչավոր կենդանին կոչեց, նա է նրա անունը։ Հիմա իմ հարցը ձեզ բոլորիդ, որ խորեք սրա մասին։ Միթե այն Աստված, որ երկինք երկիր արարեց, միթե այն Աստված, որ բոլոր տեսակի, բոլոր ոնց են ասում պարոդների, կենդանիներին ստեղծեց, ամենքին տարբեր գույներ տալով, ամենքին իր ձևով, ամենքին իր կերպարով, ոչ թե Աստված իրեն իր կերպարով, այլ պատկերացնում եք քանի տեսակի կարա լինի ձի, պատկերացնում եք ձին քանի տեսակ ունի, ամենքին տարբեր ստեղծեց, բայց անուններ չտվեց։ Եվ մնացած բոլոր թռչունների գույները նայում ես, խելագարվում ես, այնքան ճաշակով, այնքան սիրուն ստեղծված են, բայց Աստված անուններ չտվեց, ասեց բերեմ Ադամի մոտ, շփվելու մի տեսակ էր սա, բերեմ Ադամի մոտ, թող Ադամը դնի, արի միասին անենք այս գործը, ես ստեղծել եմ, դու էլ անունը դիր, պատկերացնում եք ինչ եմ ասում, ես արել եմ, դու շարունակի, միայն թե ես քեզ հետ լինեմ, միայն թե ես ու դու իրար հետ շփում ունենանք։ Սրանից հետո երրորդ գլխում ասում է, որ երբ որ հովը ընկնում էր, Աստված գալիս էր պարտեզում քայլելու։ Ասում է, կարդում եմ 8-րդ գլխի 8-րդ խոսքը, եւ Եհովա Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզում ման էր գալիս։ Նա ամեն օրվա հով ժամին գալիս էր Եդեմի պարտեզ, որպիսի ման գար Ադամի հետ, զրուցելով, շփվելով, եւ Ադամն էլ գիտեր, որ հովը ընկավ։ Նայեք, ուրեմն երբ որ իրանք մեղանչել էին, Եվան եւ Ադամը, նրանք այդ պահից հասկացան, որ իրանք մերկ են, իրանք ասում են իրանց աչքերը բացվեց, իրանք հասկացան, որ իրանք մերկ են եւ այդ պահից սկսած իրանք մի հոգս ունեին, որ ինչպես ծածկենք մեր մերկությունը, ժողովուրդ ումից ծածկեին։ Իրենց նպատակն էր, որ հանկարծ Աստված իրենց մերկ չտեսնի։ Էլ նրանց ուղեղը չէր գործում, որ Աստվածը իրենց ստեղծել։ Միթե Աստված իրենց մերկ չէր տեսել, բայց նրանք ասում թզենու թփեր վերցրեցին եւ իրենց մերկությունը ծածկեցին։ Նրանք ման էին գալիս, ինչով կարող ենք ծածկել մեր մերկությունը, որովհետեւ մեկ ուրիշ մարդ չկար, նրանք չէին ամանչում կենդանիներից, նրանք չէին ամանչում սատանայից, նրանք ամանչում էին միայն ու միայն Աստծո երեսից։ Կասես որտեղից իմացար, կարող եմ քեզ ասել Աստծո խոսքից, որովհետեւ գրված է, որ նրանք վախեցան եւ թաքնվեցին։ Երբ որ Ադամը գիտեր, որ հիմա մինչև իրիկուն, Եվա հասկանում ես, մենք մինչև իրիկուն պիտի մեր մերկությունը ծածկենք, որովհետև իրիկունը հով ժամին նորից Աստված գալու է։ Միայն թե պատրաստ լինենք այդ ժամանակ Աստված մեզ մերկ չտեսնի։ Եվ ասում է, երբ որ եկավ այդ հով ժամը, Աստված ձայն տվեց Ադամին։ Ասում է, Եհովայի ձայնը լսեցին, վախեցան եւ թաքնվեցին։
Սիրելիներս, ուզում եմ ձեր հասկացողությունը շատ ուշադրությամբ բացեք, որ հասկանաք։ Աստծո մտերմությունը ոչնչացնում է այն ժամանակ, երբ որ դու թաքնվում ես Աստծուց։ Կարող ես ինձ ասել, ինչն է խնդիրը, որ դու չես գնում Տիրոջ հետ հանդիպման, որ դու բաց ես թողում Տիրոջ հետ հանդիպման ժամանակը։ Դու գիտես երբ է ժամանակը։ Դու լավ գիտես դրա մասին, եթե չիմանաս, կասի Աստված իմ զավակս չգիտեր։ Բայց ինչն է պատճառը, որ դու բաց ես թողում Աստծո հետ հանդիպման ժամանակը։ Ասում եմ մի բան, Աստվածաշունչը հստակ ասում, դա քո մեղքն է, որ ծածկեց քեզ։ Եվ երբ որ Եհովան գոռաց Ադամին, եւ նա թակ էր կացել, որպիսի չտեսնի Եհովայի երեսը, եւ Եհովա Աստվածը կանչեց Ադամին եւ ասաց նրան. «Ուր ես»։ Եվ նա ասաց. «Քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի եւ թակ կացի»։ Այսինքն պաղկվեցի եւ ասաց. «Ով պատմեց քեզ, թե դու մերկ ես»։ Ով պատմեց քեզ, թե դու մերկ ես։ Գիտեք, ավելի բնագրից եվրայերեն բնագրում գրված է ով պատմեց քեզ, որ դու մերկ ես։ Բնագրում գրված է այսպես. ով ցույց տվեց քեզ քո մերկությունը։ Ով ցույց տվեց քեզ։ Գիտեք, այսօր շատ բան են ցույց տալիս քեզ։ Շատ բաներ են ցույց տալիս քեզ։ Եվ սա է պատճառը, որ քո ժամանակը ոչնչացվում է այդ ցույց տալու եւ քո տեսանելիության պատճառով։ Աստված ասում է. Ադամ, ես մի նպատակով ստեղծեցի քեզ, որ իմ զավակը կոչվես, եւ ես կարողանամ քեզ հետ շփվել։ Ամեն բան տվեցի քեզ, ամեն բան ասեցի քեզ, ոչինչ չծածկեցի քեզանից։ Գիտես, մենք միասին էինք գործում, մենք գործընկերներ էինք։ Ես ստեղծում էի, դու անուն էիր դնում, ես ստեղծում էի, դու անուն էիր դնում։ Մենք միասին էինք գործում։ Եվ ես քեզ բոլոր ծառերը տվեցի, որ դու ուտես ու կշտանաս, որովհետև այստեղ գրված է։ Տեսեք ինչ է ասում Աստված, ասում է. արդյոք այն ծառիցը, որի համար քեզ պատվիրեցի, քեզ, ասա ինձ, Աստված քեզ պատվիրում է, անձամբ է պատվիրում, չանես այդ բանը։ Պատկերացնում եք Ադամին անձամբ Աստված իր հետ քայլելով ասել է. Ադամ ջան, այս ծառից կուտես, այս ծառից կուտես, տղես, բայց այս ծառից չուտես։ Որովհետև այն օրը, որ ուտես, մահով պիտի մեռնես։ Արդյոք ասում այն ծառը, որ քեզ ասեցի չուտես, կերար։ Ժողովուրդ, Աստված իր բացարձակ մտերմությունը դրեց Ադամի ու իր հետ։ Եվ այսօր Աստված տեսնելով տեսավ, որ մարդը կարող չէ պահել։ Անզոր է միայնակ ինչ-որ բան անել։ Բայց եւ այնպես ուզում է, որ շփվի Աստված մարդու հետ։ Շատ ուժեղ ցանկություն ունի, փափագ ունի, մեծ փափագ ունի։ Այսօր այս խոսքի նպատակն է, ասում է, ասա իմ զավակներին, որ ես ուզում եմ, ես փափագում եմ։ Ես շատ մեծ գործ արեցի, որ հասնեմ նրան, որ ես կարողանամ ձեզ հետ շփվել։ Եկեք գնանք, այս ճանապարհը մի քիչ երկար է, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք։ Չնայած այդ ամենին, այնինչ որ չարը արեց, Սատանան խափանեց այդ շփումը, քանդեց մարդու եւ շինեց մարդու եւ Աստծո մեջ այն պատը, որը որ չկար, գոյություն չուներ այդ պատը։
Սատանեն խաբելով մարդուն եւ մինչեւ այսօր էլ խաբում է։ Ամեն տեսածը, այն ինչ որ ցույց է տալի խաբկանքը։ Այն ինչ որ այսօր մենք սոցցանցերում տեսնում ենք խաբկանքը ժողովուրդ, խաբեությունը դա։ Ամեն ինչ խաբեությունը, անկեղծ ասում եմ, ցանկացած ինչ որ մի գովազդ, որ դու կտեսնես, դա կլինի շամպունի գովազդ, կլինի, չգիտեմ, օճառի, չգիտեմ, ջրի, կլինի ուտելիքի, իմացի խաբում են, եթե մի բան իրենք շատ ուժեղ գովազդ են անում, հիշի սատանեն եկավ գովազդ արեց։ Ինքը գովազդ արեց հենց այդ պտուղը։ Գովազդ արեց Եվային, ասեց, տես ինչ հրաշալի է, տես ինչ ցանկալի է։ Ինչի չընդունես, ինչի չվերցնես ու չուտես ու չվայելես այդ համը։ Պատվիրում ես, տեսնում ես ոչինչ էր։ Պատվիրում ես, վերցնում ես, ընդունում ես այդ գովազդը, վերցնում ես, տեսնում ես, որ դա ոչինչ էր։ Դա քեզ ընդամենը վնաս տվեց, ոչ թե օգուտ։ Եվ այսպես սատանեն արեց այդ գովազդը եւ այսօր էլ շարունակում է մեր կյանքերի մեջ իր կեղտոտ գործը, կտրելով մեզ Աստծուց, կտրելով մեզ իր ներկայությունից, կտրելով մեզ իր խոսքից։ Եթե համաձայն եք, քո սրտիդ մեջ ասա, այո, ես համաձայն եմ, Տեր։ Եվ այդ ամենը անելով միևնույնն է, Աստված ուզում է մարդու հետ շփվել։ Ինչ արեց Աստված։ Աստված եկավ Աբրահամի մոտ։ Աբրահամ, ուզում եմ քեզ հետ շփվել։ Ուզում եմ քեզ հետ մտերմանալ։ Գիտեք ինչպես մտերմացավ։ Ասում Աստված խոսում էր Աբրահամի հետ երես առ երես։ Ինչպես բարեկամը բարեկամի հետ, ինչպես հարազատի հետ։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք այս մտերմությունը վերականգնենք։ Աստված հենց սրան է սպասում։ Հետո Աստված եկավ Աբրահամին այցելության։ Ինքը անձամբ մարդու տեսքով Հիսուսն եկավ Աբրահամին այցելության։ Այն օրը, որ 3 մարդիկ մոտեցան Աբրահամին, երբ որ նա նստած էր իր վրանի դռանը։ Նրանցից 2-ը հրեշտակ էր եւ 1-ը ինքը Տերն էր։ Եթե ես չեմ սխալվում, մեր վերջին պաշտամունքի ժամանակ ես դրա մասին խոսել եմ։ Եվ այսպիսով ժողովուրդ, դրանից հետո Աստված ասեց, չէ, մեզ խանգարում են։ Արի մենք առանձին հանդիպենք։ Արի ես քեզ հանդիպման վայր նշանակեմ, եւ դու արի։ Անկեղծ եմ ասում, երբ որ հնարավորություն ունես, հրավեր ես ստանում ինչ որ մի տեղից, գնա։ Աստված քեզ բան ունի ասելու։ Երբ որ հրավեր ես ստանում ինչ որ ձևով լսելու Աստծո կանչը, բաց մի թող։ Աստված բան ունի քեզ ասելու, Աստված շատ է ուզում քեզ հետ շփվել։ Եվ ասում է, Աստված Աբրահամի հետ ժամադրվեց։ Որտեղ ժամադրվեց ժողովուրդ կհիշեք։ Աստված Աբրահամի միջոցով եկեք գնանք Ծննդոց 22-րդ գլուխը, 22-րդ գլուխ։ Եվ առաջի երկրորդ խոսքերը, եւ եղավ, որ այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամին եւ ասաց նրան. Աբրահամ, եւ նա ասաց. ահա ես։ Եվ նա ասաց. առ քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մորիայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակե զարա այն սարերի մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Երկիրը տեղը նշեց, գնա Մորիայի երկիրը։ Գիտեք, որ Հիսուսն էլ ախաչվի այդ Մորիայի երկրում։ Սարերից մեկի վրա, որի վրա Աստված ցույց տվեց, որը կոչվեց
Ուրեմն նույն այս Մորիայի քաղաք գնա, ուղարկեց Աստված, նա հանդիպում նշանակեց Աբրահամի հետ, բայց ասեց Սարը չեմ ասի, երբ որ կհասնես այնտեղ, ես քեզ կասեմ։ Շատ անգամ ես միշտ ուզեցել եմ հասկանամ, Տեր, ինչն է պատճառը, որ դու միանգամից չես ասում մարդուն, ասում ես գնա քեզ կասվի, վեր կաց կասվի քեզ, գնա այնտեղ հետո շարունակությունը քեզ կասեմ։ Գիտեք, երբ որ ուշադրությամբ կարդում եք Աստվածաշունչը, շատ եք հանդիպում, որ Աստված միանգամից չի ասում, ոչ Դավիթին, ոչ մեկին, Աստծո ոչ մի մարդու։ Պատճառը նա է, որ Աստված ուզում է այդ մտերմությունը մարդը չկտրի, չկորցնի, շարունակի մնալ մտերիմ Աստծո հետ, որպեսզի լսի։ Եվ ասում են, երբ որ հասան, շատ հետաքրքիր, չեմ ուզում այս ամբողջ գլուխը կարդամ, բայց պատմեմ ձեզ, երբ որ հասնում էին, Իսահակը հարցնում է ցախը ուսին, Իսահակը բարձրանում է Սարը, այն նույն փայտը, որ Հիսուսը իր ուսին կրելով բարձրացրեց Գողգոթա։ Իսահակը բարձրացնում է այդ փայտը, ասում է հայրին, ասում է ահա ես, որդիս, ասում է, այդտեղ էլ նկատում եմ, որ այնպես են հայր և որդի խոսում, ինչպես և Աբրահամը և Աստված։ Ասում է, ահա ցախը ունենք, կրակը ունենք, իսկ ողջակեզը չունենք։ Եվ Աբրահամի պատասխանը Իսահակին շատ հետաքրքիր էր, որ ասում է Աստված, ահա կրակը և փայտը, բայց ուր է ողջակեզի համար գառը։ Եվ Աբրահամի պատասխան ասում է, և Աբրահամը ասաց, Աստված կտեսնե իր գառը ողջակեզի համար, որդյակս, կտեսնե, գիտեք ինչ, կորոշե, Աստված կորոշի, ով է զոհը։ Ու իմ համար էդի շատ հետաքրքիր խոսք կա, որ ասում Աստված կտեսնե։ Գիտես, միտեղ էլ ասեմ Աստված տեսավ մեկի զոհը, այն որբևայրի կնոջ, այն աղքատ կնոջ երկու լուման Հիսուսը տեսավ այդ զոհաբերությունը։ Ասում Աստված կտեսնե քո զոհը։ Ես ուղղակի ապշած եմ, որ Աստված նայում է մեր ձեռքին։ Եվ ամեն իրավիճակում Աստված տեսնում։ Եվ այդ ժամանակ, երբ որ Աբրահամը ուզեց Իսահակին զոհ անել, Աստված թույլ չտվեց, Աստված այնտեղ էր։ Հիշում եք, Աստված այնտեղ էր, որովհետև մի ձայն խոսեց, որ ասեց Աբրահամ, ձեռ մի տա քո որդուն։ Ահա ողջակեզի գառը, ասում է մացառոտներում մի գառ էր կախված, Սարի գլխի։ Մի գառ, այդ ինչպես եղավ, որ Աբրահամը այդ գառի ձայնը մինչև այդ չէր լսել, երբ որ իր որդուն դնում էր սեղանին այդ քարի վրա, կապում էր, որպեսզի զոհաբերություն աներ։ Ուրեմն հենց այդ ժամանակ Աստված տվեց այդ գառը, որովհետև Աստված այնտեղ էր, որտեղ կանչել էր Աբրահամին։ Աստված փափագում է մեզ հետ շփվել։ Աստված փափագում է մեզ հետ ամեն իրավիճակում մեր կողքին լինել։ Տեսեք, Իսահակը այդ նույն Ծննդոց գլխի 24-63 խոսքում ասում է Իսահակը դուրս էր եկել դաշտերը մտածելու։ Եվ այնտեղ բացատրում է ինչ է նշանակում Իսահակի մտածելը, բացատրում է դուրս է գալիս աղոթելու։ Աստված կանչում էր նրան դաշտերը, որպեսզի Իսահակի հետ շփվեր։ Կարդացեք, ուշադիր կարդացեք, կտեսնեք։ Ասում է Իսահակին կանչում էր դաշտերը իր հետ շփվելու։ Հակոբին Բեթել կանչեց։ Տեսեք, առաջին անգամ, երբ որ Հակոբը փախնում էր, էլի ժամանակի պատճառով չեմ կարդում, որովհետև եթե բոլորը կարդամ, հաստատ չեմ հասցնելու վերջացնեմ։ Ուղղակի կխոսամ դրա մասին։ Գիտեք, ես այս վերջում նկատել եմ, որ իմ խնդիրը նրանումն է, որ ես ամեն Աստծո խոսքը, որ խոսում եմ, ուզում եմ ցույց տամ ձեզ Աստվածաշնչով, ուզում եմ ձեզ մտցնեմ Աստվածաշունչ, բայց միևնույնն է չեն մտնում ու ժամանակը շատ եմ ծախսում։ Դրա համար ես որոշել եմ, որ մի քիչ կկարդամ, բայց կասեմ, հավատում եք, հավատացեք խոսքին, չէ, դուք գիտեք, որովհետև գրվածն եմ ասում։ Եվ ասում եմ, երբ որ Հակոբը խաբեց
Եսավին եւ իր անդրանիկությունը ձեռից վերցրեց, հա, օրհնությունը վերցրեց, Իսահակը օրհնեց Հակոբին եւ ոչ թե Եսավին, ասում նա իր եղբոր երեսից փախչում էր եւ ասում մի տեղ քարը դրեց գլխի տակ ու քնեց եւ ասում երբ որ քնեց երազ տեսավ մի մեծ սանդուղք, որ սանդուղք դա աստիճաններն է, որ ասում որ նրան վերջ չուներ, երկինք էր բարձրանում եւ ասում տեսավ այդ սանդուղքով հրեշտակներին վեր ու վար անելիս եւ ասում երբ որ արթնացավ, այնտեղ Աստված իր հետ խոսեց, ասում երբ որ արթնացավ, այդ քարը վերցրեց եւ դրեց եւ ասում կոչեց Աստծո վայր, հանդիպման վայր եւ ասում այդ վայրի անունը Բեթել կոչեց։ Բեթել, որ գալիս է Բեթլեհեմը։ Եվ ասում երբ որ Հակոբի որդիները չարություն արեցին, հա, իր Թամարին բռնաբարողի ամբողջ ցեղը ոչնչացրեցին, ամբողջ այդ ժողովուրդը սպանեցին, սրով անցան, ասում Հակոբը շատ բարկացավ ու չգիտեր ինչ աներ ու գնաց Աստծո հետ հանդիպման։ Աստված ասեց արի Բեթել, այնտեղ ես քեզ կհանդիպեմ։ Արի Բեթել, հիշում ես Հակոբ, որ քարը դրեցիր Բեթել կոչեցիր։ Քո կոչվածով ասում եմ, արի Բեթել, այնտեղ քեզ կհանդիպեմ։ Եվ ասում Հակոբը հավաքում է իր բոլոր ժողովուրդը, իր որդիներին, իր ամեն ունեցվածքը եւ չվում է Բեթել այդտեղից։ Եվ ուրեմն Աստված կանչեց Հակոբին Բեթել հանդիպելու։ Եվ Մովսեսին շատ հետաքրքիր է, ասում Մովսեսին առաջի անգամ հանդիպեց մորենու, վառվող մորենու մոտ։ Նրանից հետո Աստված կանչում էր Մովսեսին Սարը, որպեսզի նրա հետ շփվեր։ Շատ հետաքրքիր մի տեղ կա, որ ասում է Աստվածաշնչի մեջ, հա, Ելից գրքի մեջ ասում է Մովսես, նա ինչ ես անում։ Այն տախտակները, որ կոտրեցիր, առաջի անգամ Աստծո մատով գրված տախտակները, ասում նման տախտակներ կերտի քեզ համար, այսինքն տաշի։ Ասում վերցրու, առավոտ կանուխ, ոչ ոքի չասես, մենակով արի Սար, քեզ հետ հանդիպելու ունեմ։ Եվ ասում ես կանցնեմ քո կողքով, դու ինձ հետևից կտեսնես, բայց երեսս չես տեսնի, որովհետև ով իմ երեսը տեսնի, կարծում եմ, որ չի կարող ապրել։ Միայն հետևներ տեսե, ես մտածում եմ ինչի Աստված այդքան դաժան է, որ մարդը տեսնի Աստծուն ու չապրի։ Ոչ, Աստված բացարձակ սրբություն է, իսկ մարդը մեղք ուներ։ Իր մեջ մեղք ուներ, հա, Ադամի գործած մեղքը մնում է մարդու մեջ, ինքը չէր կարող ոչնչանալ, ինչքան էլ Աստված սիրեր, հա, նայեք, Աստված այնպես մտերմացավ Մովսեսի հետ, որ ասում է, երբ որ Մովսեսը խոսում էր, այդ խոսքերը այնքան շատ եմ սիրում, Աստված օգնական ինձ ես հենց հիմա գտնեմ 30-րդ մի րոպե ժողովուրդ։ Ահա այստեղ 33-րդ գլուխը Ելից գլուխ 33 եւ ասում է 12-րդ խոսքը եւ ասում է եւ Մովսես ասաց Եհովային. Նայիր, դու ասում ես ինձ հանիր այս ժողովուրդը, բայց դու ինձ չիմացրիր, թե ում ես ինձ հետ ուղարկելու։ Եվ դու ասացիր, քեզ ճանաչում եմ քո անունով, եւ իմ առաջին շնորհքը տար։ Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհքը տա, խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհը, որ ճանաչեմ քեզ։ Ինչ ասում Աբրահամը, կներեք Մովսեսը, ասում է լսի, Աստված իմ, դու ասում ես ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Եվ ասում է դու ասում ես, որ հանի ես ժողովուրդը, բայց ասում է դու չես ասում, որ ով է ինձ հետ գալու։ Խնդրում եմ, հիմա գոնե դու էլ ցույց տուր ինձ, որ ես քեզ ճանաչեմ եւ քո բնավորությունը իմանամ եւ իմանամ քո ճանապարհը։ Ուր ես գնում։ Որ ես կամ քո հետևից։ Պատկերացնում ես ինչ ասում, եւ այստեղ ասում է, որ նրանք այնպես էին իրար հետ շփվում, որ կարծես բարեկամը բարեկամի հետ։ Այստեղ Աստված ասում է, գիտես ինչ, դու իմ առաջին շնորհքը տար,
Եվ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է, եւ նա ասաց. Իմ երեսը պիտի գնա, եւ ես քեզ կհանգստացնեմ, եւ Մովսես ասաց նրան. Եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանիր, եւ ինչպես պիտի գիտակցվի, թե քո շնորհքը գտա քո առաջին եւ քո ժողովուրդը, չէ որ քո մեզ հետ գալովը, եւ այսպես ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովրդիցը կգերազանցենք։ Ուրեմն տեսեք ինչ ասում, որ Աստված Մովսեսի հետ խոսում էր երես առ երես, ինչպես բարեկամի հետ, գրված է ժողովուրդ, ինչպես բարեկամի հետ է շփվում, եւ կանչում էր Սարը իր հետ հանդիպման, եւ գիտեք, երբ որ կանչում էր հանդիպման, Մովսեսին մի բան ասեց, գիտես, ամեն անգամ ես կանչում եմ քեզ, մենակ քեզ, ես ուզում եմ, որ բոլոր ժողովուրդն էլ գա, ժողովուրդն ասեց, մենք էլ ուզում ենք Աստծուն տենանք, մենք էլ ուզում ենք Աստծո հետ շփվենք, միայն Մովսեսը պետք է շփվի, Աստված ասեց, ասա ժողովրդին, որ լվացվեն, լողանան, իրենց շորերը լվանան, մաքրվեն եւ մոտենան այդ Սարին, տեսեք, էլի չեղավ այդ շփումը, ասեց, լավ Մովսես, կանչեց Սարը, որ 40 օր եւ 40 գիշեր մնաց Սարում Մովսեսը Աստծո հետ եւ Աստված պատվերներ էր տալի Մովսեսին, կարդացեք Ելից գիրքը շատ հետաքրքիր է, շատ բան կբացահայտեք, եւ ասում է, ոչ ջուր խմեց եւ ոչ հաց կերավ, այնտեղ էր մնում Աստծո հետ, Սինա Սարի վրա, եւ գիտեք ինչ պատվեր տվեց, ասեց գիտես Մովսես, ուզում եմ, որ մի խորան շինես, որ ես ձեր մեջ լինեմ, որ ես բնակվեմ ժողովրդի հետ, այս Մովսեսի պատվեր տված այս խորանը, ինքը գիտեք ինչ կը ժողովքի խորան կոչվեց, այսինքն ժողովրդի համար կոչվեց այդ խորանը, որ Աստված այդտեղ բնակվի, տեսեք ինչ ասում, հենց այդ նույն Ելիցի 40-ի առաջի խոսքերը, 40 գլուխը, Ելից 40-ի առաջի եւ երկրորդ խոսքերը, եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով, առաջին ամսվա առաջին օրը կանգնեցրու խորանը, այսինքն ժողովքի խորանը, Աստված ասում է, կանգնեցրու խորանը, այսինքն ժողովքի խորանը, որ ժողովրդի մեջ լինեմ, որովհետև ես ուզում եմ մարդկանց հետ շփում ունենամ։ Եվ այդ խորանը, որ կանգնեցրեց, շատ սրբեց Աստված, եւ հրաման տվեց, որ այդ խորանը մտնողը շատ սուրբ պիտի լիներ, որ չմեռներ։ Պիտի սրբված մտներ, որ չմեռներ։ Ու ամեն մարդ իրավունք չուներ մտնելու այդ խորանը։ Ամեն մարդու տրված չէր ժողովուրդ, ով ուզեր գար մտներ այդ խորանի մեջ աղոտ կաներ։ Ասում է, երբ որ Մովսեսը մտնում էր, գնում էր խորան, տեսեք, ասում է, երբ որ Մովսեսը գնում էր Աստծո խորանը, ժողովքի խորանը, ասում է, ինչ էր անում, ժողովուրդը, բոլոր ժողովուրդը դուրս էին գալիս իրենց վրաններից։ Եվ ասում է, կանգնած նայում էին Մովսեսի ետևից, այնքան մինչև որ Մովսեսը մտնում էր այդ խորանը։ Եվ ասում է, երբ որ մտնում էր, Աստծո ամպը գալիս էր ու ծածկում էր խորանը, խորանի դուռը, փակում էր, որ ոչ մեկ չխանգարեր։ Եվ ասում է, ժողովուրդը ծնկի էին գալիս իրենց վրաններում եւ երկրպագում էին Աստծուն։ Սա պաշտամունքի մի ձևն էր իրենց։ Մովսեսը գնում էր խորան Աստծո հետ հանդիպման, ժողովրդի աչքի առաջին, այլևս Սարը չէր բարձրանում։ Աստված իջեցրեց իր ներկայությունը բերեց ժողովքի մեջ։ Եվ ժողովուրդը, երբ որ տեսնում էր, որ Աստված եկավ, բոլորը ծնկի էին գալիս եւ երկրպագում էին Աստծուն։ Սրանից հետո հասկացա, որ խորանն էլ չփրկեց ժողովրդին։ Խորանն էլ սկսեցին կամանց ոչնչացնել։ Խորանից մնաց միայն ուխտի տապանակը, որ վեր կալած տանում էին իրենց հետ։ Եվ ասում է, դրանից հետո Աստված ինչ արեց, Սողոմոնի ձեռքով որոշեց ստեղծի շինի տաճարը։ Այն տաճարը նրա համար էր, որ երբ որ
Երրորդ թագավորացն է պատմում այդ տաճարի մասին։ Երրորդ թագավորաց 6:37 եւ 38-ը ասում է, որ Տիրոջ տան հիմը դրվեցավ 4-րդ տարվա Զիլ ամսում եւ 11-րդ տարում 8-րդ ամսում, այսինքն Բուլ ամսում վերջացավ տաճարը իր բոլոր բաներով եւ բոլոր պատշաճությամբ եւ նրա շինությունը 7 տարիում էր։ Ուրեմն 7 տարիում Աստված հրաման տվեց Սողոմոնին, որպիսի կառուցի տաճարը։ Ինչի համար էր այդ տաճարը։ Գիտեք ժողովուրդ, այդ տաճարը նրա համար էր, որ երբ որ Սողոմոնը իր աղոթքի մեջ ասեց, երբ որ ինչ որ մեկը կմտնի այս տաճար կարիքով, հոգսով, հիվանդությունով, թող առանց դրա դուրս գա Տեր։ Դու լսես նրան եւ պատասխան տաս նրան։ Կարող եմ ձեզ հուշում տալ, կարդացեք 3-րդ թագավորաց 8-րդ գլուխը եւ կտեսնեք այնտեղ ոնց է Սողոմոնը աղոթում։ Սողոմոնի աղոթքը 22-րդ խոսքից է սկսվում, որ նա աղոթում է ժողովրդի համար եւ այդ տաճարի բացումն է ժողովուրդ։ Եվ աղոթք է անում եւ ասում է, որ ամեն կարիքավորը որ մտնե, Այս մի խոսքը կարդամ, որ ասում է քո աչքերը 29-րդ խոսքն եմ կարդում, որ քո աչքերը այս տան վրա բաց լինեն գիշեր ու ցերեկ այստեղի վրա, որի համար ասացիր, թե իմ անունը այնտեղ պիտի լինի, որ լսես այն աղոթքը, որ ծառատ այստեղ աղոթում է, եւ լսես ծառայիդ եւ քո Իսրայել ժողովրդի աղերսանքին, որ մատուցանվում են այստեղ։ Եվ արդ լսիր եւ քո բնակվելու տեղիցը երկնքից եւ լսելով ներիր։ Ուրեմն նպատակը նրա համար էր այս Սողոմոնի տաճարը, որ ստեղծվեցավ Աստծո համար, նրա համար էր, որ երբ որ մարդիկ գան աղոթելու, Աստված իր տեղից լսի եւ պատասխանի։ Սա է պատճառը տաճարի շինության համար։ Տեսեք, թե ինչ եղավ հետո։ Աստված տեսավ, որ այս տաճարն էլ պղծեց մարդը։ Շատ պղծելով պղծեց։ Փչացրեցին ամեն բան, երբ որ Հիսուսը եկավ, ասեց, որ ամեն բան ավիրել եք։ Այն, որ Աստված պատվիրեց առավոտ եւ իրիկուն այդ զոհաբերությունը, Մովսեսին պատվիրեց, ասում է դուք չեք անում։ Խնայում են գառը Աստծո համար, ասում են դե լավ, առավոտ կանենք հերիք, միայն շաբաթ օրերը կանենք հերիք, միայն այսինչ օրերը կանենք հերիք, Հիսուսն եկավ ասեց, տեսա, որ պղծեցիք տաճարը։ Նպատակը այն էր, որ Աստված իր որդին ուղարկեց, որպիսի այդ ավիրված ու պղծված տաճարը այլևս չլինի Աստծո տունը։ Շատերն են մեզ հարցնում, ինչի չեք գնում տաճար, ինչի չեք գնում Աստծո տաճարները։ Ես ասում եմ, ով ասում չեն գնում, գնում ենք։ Բայց նրա համար չեմ գնում, որ գնամ, որ աղոթեմ, որ Աստված լսի եւ պատասխանի։ Ես դրա համար չեմ գնում։ Ես գնում եմ ուղակի տեսնելու այն ինչ որ շինությունն է։ Ես այնտեղ Աստծուն չեմ փնտրում։ Եթե ես շարունակեմ այնտեղ փնտրել Աստծուն, ես Հիսուսի արած գործը կփչացնեմ, որովհետև ինձ համար որպես Աստծո տուն դա քանդված արդեն։ Ներեք ինձ, բայց ես ասում եմ այնպես, ինչպես որ կա, որովհետև Հիսուսն ասում, եկեք նայենք, թե որտեղ Հիսուսն ասեց, Հովհաննես 2-րդ գլուխ, Աստված իր որդին ուղարկեց հենց նրա համար, որ այդ տաճարը քանդի, որովհետև մարդը շատ էր պղծել այդ տաճարը։ 2-րդ գլուխ, Հովհաննեսի 2-րդ գլուխ 18-19 խոսքերը։ Արդ հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. Ինչ նշան ես ցույց տալիս մեզ, որ անում ես այդ։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. Քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրում կկանգնեցնեմ նրան։ Հրեաներն էլ ասացին, այս տաճարը 46 տարում շինվեց եւ դու 3 օրում կկանգնեցնես դրան։ Տեսեք, պատճառը ուզում եմ ձեզ ասել, պատճառն ինչ էր, որ Հիսուսը ասեց քանդեք։ Հրեաները նշան խնդրեցին Հիսուսից։
Ասեցին, մեզ ինչ նշան ես ցույց տալիս։ Մեզ մի նշան ցույց տուր։ Հիսուսն ասեց, նշան եք ուզում, եկել եմ նշանը ցույց տալու։ Քանդեք այս տաճարը, որ դուք կոչեցիք Աստծո բնակավայր, ես 3 օրում կկանգնեցնեմ Աստծո բնակավայրը։ Եվ սա կլինի ձեզ նշան, որ ես Աստվածանից եմ։ Նրանք չհասկացան։ Նրանք բացարձակապես այն նշանը, որ խնդրեցին Հիսուսից, չհասկացան, եւ նպատակը սա էր Հիսուսի, որ գար այդ տաճարը ոչնչացներ, որ այսուհետև ես եւ դու կոչվեինք, այն տաճարը, որտեղ մենք կբնակվենք։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը այս մարմինը, որ Սուրբ Հոգու տաճար անվանվեց, մեզ համար վրան համարվեցավ, որովհետև մարդը ոչ միայն մարմինը, նաև հոգի է, եւ մարմինը տրվեցավ հոգուն հայտնի անելու համար։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե իմ հոգին հիմա ձեզ հետ խոսեր, դուք ոչ կլսեիք, ոչ կտեսնեիք։ Նրա պատճառով Աստված տվեց մարմին, որպես հագուստ, որպես վրան, վրայի, վերևի, որպեսզի իմ հոգին ձեզ հետ խոսի, որպեսզի իմ հոգին կենդանի լինի եւ կարողանա մարդկանց հետ շփվել։ Հիմա տեսեք ինչ արեց։ Աստված իր Սուրբ Հոգին ուղարկեց, որպեսզի այս տաճարը հայտնի լինի Աստծով։ Եկեք բաց անենք Առաջի Կորինթացիս, ուզում եմ սա ասեմ, հետո նոր խոսեմ այն մասին, ինչ որ պիտի ասեմ։ 3-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Ես այս խոսքերը ինչի չեմ մոռանում, 3-րդ գլուխ 16-րդ խոսքերը, որովհետև նույնը Հովանեսի 3:16-ում ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Նույնպես էլ այս խոսքերը 3:16-ը Առաջի Կորինթացիների 3:16 ասում է. Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկը Աստծո տաճարն ապականե, նրան էլ Աստված կապականե, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Ուրեմն սիրելիներս, տեսեք, Աստված ասեց, լավ, որ այդպես է, եկեք Սողոմոնի տաճարը շինենք, որպեսզի ամեն ժամանակ մենք մարդկանց համար հասանելի լինենք։ Կապ չունի որ ժամն է, երեկոյա, գիշերը, առավոտը, ցերեկն է, մենք միշտ մարդկանց համար բաց լինենք։ Այդ հիմա են եկեղեցու դռները փակվում, առաջ չի փակվել, ոչ գիշեր, ոչ ցերեկ, որովհետև բաց է եղել մարդկանց համար։ Հիմա տեսեք, մարդը վերցրեց եկեղեցին ապականեց, եկեղեցի ասելով կներեք 1000 անգամ, տաճարը ապականեց։ Եվ սա է պատճառը, որ հիմա Պողոսն ասում է, լսեք, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում, եթե հանկարծ փորձեք ապականել այդ տաճարը, Աստված էլ ձեզ կապականի, որովհետեւ դուք սուրբ եք, սուրբ տաճար եք, որովհետեւ Աստծո հոգին է այդտեղ բնակված։ Ուրեմն Աստված ասեց, սրանից ավելի մոտ չեմ կարող լինեմ իմ զավակներին, գնամ եւ նրանց մեջ բնակվեմ։ Դրանից ավելի մոտ չեմ կարող, տաճարն էլ չփրկեց, տաճարն էլ չմոտեցրեց ինձ մարդկանց։ Դա ժամանակավոր էր տրված մինչև Հիսուսի ժամանակը, որովհետև Աստված ի սկզբանե ուներ իր մեջ Քրիստոսին ուղարկելու նպատակը։ Եվ սրա պատճառով Աստված ուղարկեց, հենց սրա պատճառով Աստված ուղարկեց իր որդուն։ Հիշում եք Հիսուսն ինչ ասում, եկեք բացենք Հովանեսի 14-րդ գլուխը, Հովանես ավետարան, 14-րդ գլուխ, շատ եմ սիրում այս
Հովանես ավետարանը ընդհանրապես շատ եմ սիրում, բայց այս խոսքերը առավել ևս ինձ համար հարազատ է, որովհետև ասում է 14:16-ը. Եվ ես հորը կաղաչեմ, և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ես հորը կաղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ տա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Մնա իմ մեջ։ Ժողովուրդ, ճշմարտության հոգին, որին աշխարհս կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան։ Գիտեք, եթե ես ասեմ, օրինակ նայեք, աշխարհը շատ հանգիստ կարում է հաշվի, քանի հոգի կա մեքենայի մեջ, քանի հոգի կա եկեղեցու մեջ, քանի հոգի կա, այս ինչ վայրում, այն ինչ վայրում, իրանք հոգիներն են հաշվում, իրանք մարմինները չեն հաշվում։ Երբ որ մարդը մահանում է, մարդու հոգին դուրս է գալիս, արդեն նրանք հաշվում են, ասում են, այսքան մարմին կա, այսինչ տեղը, մի քիչ ավելի կոպիտ են ասում, դիակ են ասում, որովհետև արդեն բացարձակ մեռած ու անհույս դիակ կոչվում է, այլ հույս չկա, որ այդ մարմինը հարություն կառնի։ Այդ ժամանակ դիակ են կոչում արդեն։ Ասում է, այսքան դիակ կա ստեղ, այս վայրում, այս բանի մեջ, խոսքի, այս գերեզմանում այսքան դիակ կա, այսքան մեռել կա թաղված, այլ իրանք հոգու անունը չեն շոշափում։ Բայց արիտես Հիսուսն ասում է, այն հոգին, որ ես տալիս եմ, մտնում է քո մեջ, աշխարհը չի կարող դա տեսնել։ Աշխարհը չի կարող հավատալ, որ Սուրբ Հոգին է քո մեջ, իմ հոգին, այն հոգին, որ ես կաղաչեմ հորը, որ նա ուղարկի, Աստծո հոգի, կաղաչեմ, որ նա ուղարկի, ասում է ձեզ մոտ, որը աշխարհը չի տեսնում և չի կարող ընդունել, որ չի տեսնում նրան, և ոչ էլ ճանաչում է նրան։ Նա չի ճանաչում Աստծուն, աշխարհը չի ճանաչում Աստծուն։ Ես կարող եմ ասել այսօր հավատացյալների 80%-ը չի ճանաչում Աստծո հոգուն։ Ես այսօր շփվում եմ մարդկանց հավատացյալների հետ, որ նրանք Աստծո հոգուն չեն ճանաչում։ Երբ որ ես խոսում եմ Աստծո մասին, խոսում եմ Աստծո հոգով, խոսում եմ Աստծո հոգու մասին, նրանք ապշած լսում են ու ասում են, այսքան ժամանակ չենք տեսել մեկին, որ այսքան հստակ եւ այսքան իմաստուն խոսի։ Ես ասում եմ, որովհետեւ դա ես չեմ, դա Սուրբ Հոգին է խոսում։ Տեսար էդի, դու տեսար Աստծո հոգուն։ Բայց եթե չես տեսնում դա, նշանակում է դու չես էլ ճանաչում Աստծուն։ Եվ ասում է, որովհետև ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ մոտ է մնում, Հիսուսն ասում է, Սուրբ Հոգին, ձեր մեջ է եւ ձեզ հետ կլինի։ Գիտես, դրանից ավել մտերմություն չէր կարող տալ Աստված։ Եթե Աստված խոստանար, որ ձեր կողքին կլինեմ, դա եւս հեռավորություն էր իմ եւ Աստծո միջեւ։ Մեկ սանցի մի ժամանակ այդպիսի սովորություն ունեի, որ երբ որ կանգնում էի աղոթքի, ասում էի, արի Սուրբ Հոգի, արի Սուրբ Հոգի։ Մի օր հենց հանդիմանեց Սուրբ Հոգին ժողովուրդ, այլևս չեմ ասում արի Սուրբ Հոգի, ասում եմ, ահա ես այստեղ եմ Տեր։ Որովհետև Սուրբ Հոգին ինձ ասեց, լսի, ամեն անգամ կանչում ես արի Սուրբ Հոգի, միթե դու դեռ չես հասկացել, որ ես քո մեջ եմ, եւ ես քեզ հետ եմ։ Ես ոչ միտեղ չեմ գնացել, որ գամ։ Ասեցիներին Սուրբ Հոգի, որ բոլորն ասում են արի Սուրբ Հոգի, ես էլ ասեցի։ Ասեց սխալ ես հասկացել։ Ես չեմ գնում, որ նորից գամ։ Ես եկել եմ, որ մնամ։ Ես եկել եմ, որ մնամ, ժողովուրդ։ Որովհետև Հիսուսն անձամբ է ասում։ Տեսեք, մենք ավելի մեծ բարձրություն ենք տալի, ավելի մեծություն ենք տալի Պողոսի խոսքերը, բայց այն, որ Հիսուս Քրիստոսն ասում է, մենք երբեմն կասկածի տակ ենք տալի։ Արդյոք Սուրբ Հոգին ինձ հետ է։ Չէ՞ որ նա ասեց, նա կգա, որ ձեզ հետ լինի եւ ձեր մեջ լինի։ Եվ ուրիշտեղ չի լինելու։ Նա քո մեջ է։ Այդ քո մեղքերն են, որ նրան լռեցրում են։ Քո մեղքն է, որ անջատում է քեզ Աստծո ներկայությունից։ Թաքնվել ես հիշի Ադամին, թաքնվել ես, որովհետև
մեղքը քո մեջ վերցրած, դու գնում ես աղոթքի թաքնվելով։ Գիտես ինչ ձև, ասում ես միայն այնինչ քեզ պիտանի է, այնինչ որ քեզ պետք է, այնինչ որ քո հոգսն է, այնինչ որ քո կարիքն է, եւ դու շատ արագ փախչում ես այդտեղից, որովհետեւ քո մեղքերը թույլ չեն տալի դու վայելես քո հորը։ Քո մեղքերը քեզ թույլ չեն տալիս, որ դու ասես խոսիր Տեր, ահա քո ծառան լսում է քեզ։ Եվ շարունակությունն ասում է, որովհետև ես ձեզ մոտ եմ, որովհետև ձեզ մոտ եմ, ժողովուրդ, սա լսեք, մնում, ձեզ մոտ եմ, մնում, ես ոչ միտեղ չեմ գնում։ Եթե չես զգում Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքի մեջ, ապա մի հատ նայիր քեզ ու խնդրիր Սուրբ Հոգի, խնդրում եմ բաց արա իմ հոգուս աշկերը, որ ես տեսնեմ իմ մեղքերը, որը խանգարում են ինձ եւ քեզ մտերմություն անելու, ինձ եւ քեզ շփվելու։ Քեզ հետ եմ մնում եւ ձեզ հետ կլինեմ։ Շարունակությունը շատ ուժեղ խոսքեր է, ձեզ որբ չեմ թողիլ, կգամ ձեզ մոտ։ Ով եկավ մեզ մոտ, ով էր այն Սուրբ Հոգին, որ պիտի գար։ Հիսուսը վերջում շատ ծածկված, կոդավորված բառեր ասում, ձեզ որբ չեմ թողել, կգամ ձեզ մոտ։ Նա ասում էր, որ Սուրբ Հոգուն կաղաչեմ, հորը կաղաչեմ, որ Սուրբ Հոգին ուղարկի, դա ում հոգին էր, դա ով էր Սուրբ Հոգին, դա նույն ինքը Հիսուսն էր, դա նույն ինքը Աստծո որդին էր։ Գիտեք, տեսեք, ուզում եմ ձեզ ցույց տամ մի տեղ, որը Աստված խոսեց սրա մասին, Մատթեոսի 12:31-ը, Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ 31-րդ խոսքերը։ Սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք եւ հայհոյանք կթողվի մարդկանց, բայց հոգին դեմ հայհոյանքը չի թողվիլ մարդկանց։ Եվ ով որ մարդի որդի դեմ բան ասե, կթողվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգին դեմ ասե, նրան չի թողվիլ, ոչ այս աշխարհքում եւ ոչ գալու աշխարհքում։ Գիտեք, այս խոսքերը կարծես թե առանձնացրեց հորը, առանձին, ասեց հանգիստ կարակ հայհոյեք հորը, ներվելույա։ Գիտեք ինչ է նշանակում հայհոյել, ես ուզում եմ բացեմ ձեզ այս խոսքերը, կամ հանգիստ որդուն կարող եք վիրավորել, բայց Սուրբ Հոգուն ոչ, հայհոյել նշանակում է վիրավորել։ Տեսեք, մարդու կյանքում ամեն մեկս, թող ոչ մեկ չասի ես այդպիսին չեմ, կան վիրավորանքներ, որ թեթև են, քո անձի վերաբերվող, դու կարողանում ես ներել դրանք, ներում ես, մոռանում ես, բայց կան վիրավորանք, որ հոգուտ է կպնում, որ ինչքան էլ անցնի, դու չես մոռանում այդ վիրավորանքը։ Ինչքան էլ այդ մարդու հետ ուզենաս եւս մեկ անգամ շփվես, դու այդ վիրավորանքը հիշում ես։ Ասեմ ձեզ, այս խոսքերը, որ Հիսուսն ասեց, ասում եմ ձեզ, ամեն մեղք, հայհոյանք կներվի, ամեն մեղք եւ հայհոյանք կթողվի մարդկանց։ Ինչ մեղք ուզում եք, գործեք, ինչ հայհոյանք ուզում եք, տվեք, բայց ասում եմ, բայց հոգի դեմ հայհոյանքը չի թողվիլ։ Գիտեք, Աստված ասում է նայ,
Ամեն բան պատրաստ եմ ներելու, ամեն բան պատրաստ եմ մոռանալու, բայց եթե դու իմ հոգում վիրավորես, Աստվածային հոգու, գիտեք, վիրավորանք կա մարդու հոգու մեջ է մտնում, վիրավորանք կա Աստծո նկատմամբ, որ անմիջապես իր հոգու մեջ է մտնում, իր հոգին է ցավեցնում, գիտես մեկ կաչասմա, ընենցա հոգուս ցավ տվե, որ չեմ կարում ները, այ հենց այս հոգու ցավի մասին է Հիսուսը խոսում, չեմ կարող ներել, գիտեք Հիսուսն ասում է, Աստծո որդուն, հա, ինչպես ասում էստեղ, եւ ով որ մարդի որդին դեմ բան ասե կթողվի նրան, բայց Սուրբ Հոգուն դեմ, այստեղ մարդիկ ասում են, որ սա Հիսուսի մասին է խոսքը, մարդի որդին Հիսուսն է, ես ուզում եմ ձեզ ասեմ, մարդի որդին Քրիստոսն է, Հիսուսն է, որ մարմնով եկել էր, նա ասեց, գիտեմ Պետրոս, որ ինձ վիրավորելու ես, իմ մարմնին, մարմնավոր ինձ ուրանալու ես, գիտեմ Թոմաս, որ ինձ նեղացնելու ես, որովհետև չէիր հավատալու, որ հարություն եմ առեմ մարմնով, բայց կներվի ձեզ, բայց եթե փորձեք իմ հոգուն նեղացնեք, իմ հոգին ցավացնեք, դա չի ներվելու, եւ ես շատ վկայություններ ունեմ, տեսել եմ, որ մարդիկ վիրավորել են Աստծուն, շատ խորը կերպով վիրավորել են Աստծուն, ոչ թե հայհոյել են Սուրբ Հոգուն, այլ վիրավորել են Աստծուն, հա, հիշում եք Տիտանիկի պատմությունը, ասում է այնպիսի մի նավ եմ ստեղծել, որ անգամ Աստված չի կարա նրան խորտակի, դա մեծ վիրավորանք էր Աստծո հանդեպ, եւ Տիտանիկը խորտակվեց, Գիտեք, շատ վկայություններ կա այսպիսի, որ երբ որ Աստծո դեմ հայհոյանք են խոսել, Աստծո դեմ, հենց այդ նույն գիշեր Աստված իրանց հոգին վերցրել է իրանցից, հենց այդ նույն վայրկյանին Աստված մահատվել, գիտեք, մի թագավոր կար, որ նստեց եւ ասեց, բոլորը գոռացին, կեցցե թագավորը, թագավորն է մեր Աստված, թագավորն է մեր Աստված, եւ թագավորն իրեն շատ լավ զգաց, դա Հիսուսից հետո էր, եւ ինչ արեց, ասում է նույն վայրկյանին, Աստված զարկեց այդ թագավորին, եւ ասում է պալարներով լցվեց, եւ մահացավ, չփորձեք Աստծուն խորապես վիրավորել, չփորձեք Աստծուն ձեզանից պակաս տասել, որովհետև եթե Աստված ամենից վեր է, դու պարտավոր ես միշտ Աստծուն ամենից առավել դնել, քո կյանքում ամեն բանից առավել Քրիստոսն է, ուրեմն տեսեք, եթե ասում է, չփորձեք Աստծո հոգում վիրավորել, չփորձեք, այնպես նեղացնեք Աստծուն, որ իր հոգուն ցավեցնեք, որովհետև Աստված իր հոգին տվեց մեզ, կենթանի Աստծո, Հիսուս Քրիստոսի, Հայր Աստծո, նրանց միջի Սուրբ Հոգին, որ իրենք սուրբ են, այն Սուրբ Հոգին եկավ իմ ու քո մեջ, որ ես ու դու շատ մտերիմ լինենք նրան, ասում է քո բերանում է, Հռոմեացի գրքի մեջ ասում, Հռոմեացիների 10-րդ գլուխ, մոտիկ է քեզ Աստծո խոսքը քո բերանում, ես ասեմ դուք, չգիտեմ, ես խոսքը չեմ կար ասեմ, որտեղ է գրած, մոտիկ է քեզ, նայում եմ խոսքին, ասում չեմ կար ասեմ, որտեղ է, Հռոմեացիների 10-ի 7-րդ խոսքը, ասում է, կամ ով կիչնե անդունդը, այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար, բայց գիրքն ինչ է ասում, մոտիկ է քեզ խոսքը քո բերանում եւ քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, ինչքան մոտիկ է քեզ, այստեղ ասում է, գիտես ասում է, եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ
հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Որովհետև հենց ստեղ Աստված, այսքան մոտիկ Աստված։ Ասա միայն դու ասա Աստված եւ նա ներկա է։ Որովհետև ինքը քո մեջ է, քո ներսն է, խոսքը քո ներսից է դուրս գալի, ոչ թե քո կողքից։ Պատկերացնում եք, եթե Աստված հնարավորություն տար ականջը խոսեր, նրանք պետքա կողքերից, դուրս գային, բայց Աստված քո բերանից է տալի խոսքը, որ քո ներսից է դուրս գալի։ Քո ներսն է Աստծո խոսքը։ Ուրեմն, տեսեք, Աստված իր հոգին տվեց մեզ, որպիսի մենք լինենք իրեն համար սուրբ տաճար։ Եվ Հռոմեացիների 8-րդ գլուխն ասում է, որ ինքը Աստծո հոգին մեր հոգու հետ վկայություն է տալիս, որ կանչում ենք, թե մենք Աստծո որդիներ ենք, որ կանչում ենք եւ Աբա հայր։ Աբա նշանակում է շատ մտերիմ, շատ չափից շատ մտերիմ։ Այսքան մոտիկ է։ Սուրբ հոգին վկայում է, որ այլևս հայրը քո մեջ է։ Հիսուսի աղոթքը հիշում եք, ասում է Հովհաննեսի 17-րդ գլուխը, երբ որ աղոթում է ու ասում է. Հայր, նրանք իմ մեջ, ես նրանց մեջ եւ մենք քո մեջ։ Այսքան մցրեց իրար մեջ, այսքան մոտեցրեց, որ այլևս կարիք չունես ինչ որ տեղեր փնտրելու Աստծուն։ Բայց այսօր շատերս այս վերջերս պաշտամունքի ենք, մի եղբայր ասում է, ինչն է պատճառը, որ կարդում ենք չենք հասկանում։ Շատերը ասում է, կարդում են չեն հասկանում։ Ես ում հետ խոսում եմ, ասում եմ, ես էլ չեմ հասկանում Աստծո խոսքը, ես էլ չեմ հասկանում։ Ասում գիտես, նրա համար է, որ այսպես հավաքվենք, որովհետև Աստված դրեց, շնորհք տվեց մարդկանց, որպիսի բացատրեն, որպիսի խոսեն, որպիսի հաստատեն իր խոսքը, բացեն ամեն ծածկվածը։ Աստված տվեց, իր Սուրբ Հոգով լցրեց, ուղարկեց այդ շնորհքը, որպիսի կատարի այս գործը։ Այս վերջում, որ կարդում էի Ելից գիրքը, իմ համար այնքան հետաքրքիր մի հայտնություն եղավ, որ իրոք շատ մեծ հայտնություն էր ինձ համար, ասում է, եւ Աստված ասում է, ինչ արեց, Մովսեսին ասեց, «Էս ինչ մարդու որդուն», կարդում եմ 35-րդ գլուխ Ելից։ Կուզես մի գրի քուրջան, ուղղակի ես էսի կարդում եմ ձեր համար, ասում է 35-ի 30-ը։ Ինչ է ասում, ասում է, «Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին, տեսեք, Եհովան Օվրի որդի, Ուրիի որդի, Բեսելիելին կանչեց», Նայ պատկերացնում եք, Աստված Մովսեսին ասում է, երբ որ ես կարդացի այս խոսքերը, երբ որ Աստված էր փոխանցում Մովսեսին, սա արդեն Մովսեսը Իսրայելի որդիներին է փոխանցում, բայց երբ որ Եհովան էր փոխանցում, ասեց նայի Մովսես, ես ասեց այսինչ մարդու, այսինչ ցեղի, այսինչ մարդու որդուն, այսինչ մարդուն լցնում եմ Սուրբ Հոգով, եւ այստեղ էլ ասում է, պատմում է արդեն Մովսեսը Իսրայելի ժողովրդին, Բեսելին կանչեց Հուդայի ցեղից անունովը, իր Բեսելի անունով կանչեց, եւ լեցրեց նրան Աստծո հոգովը, իմաստությունով, հանճարով եւ գիտությունով եւ ամեն կերպ ճարտարությունով, որ վարպետի գործեր հնարելով ոսկու եւ արծաթի եւ պղնձի վրա գործե։ Եվ ասում է ամեն գործերի ընդելուզանելու, ասում է փայտեր քանդակելու, ամեն ինչի համար, որ գործի։ Ու ինձ համար մի հետաքրքիր միտք ծագեց, Աստված իմ։ Դու այս մարդուն կանչեցիր իր անունով, քո Սուրբ Հոգով լցրեցիր, որ գնա խորանը պատրաստի, սարքի խորանը, շինի այդ ամեն ինչ իր ձեռքերով շինվեց։ Եթե կարդաք ուշադիր կտեսնեք, որ ամեն ինչը Բեսելիի ձեռքերով շինվեց, որովհետև Աստված իրան կանչեց, իր Սուրբ Հոգով լցրեց,
որ այդ գործը կատարի։ Հիմա Աստված ինձ կանչեց, իր Սուրբ Հոգով լցրեց եւ բոլորիս, ովքեր լսում են ինձ, ասում են լցրեց Սուրբ Հոգով, որպիսի գնանք եւ տաճարը կառուցենք, որ գործը գործենք, Աստծո գործը գործենք։ Եւ հիմա այսօր ինքս ինձ հարց տվեցի. Արդյոք ես, որ Աստված ինձ լցրեց իր Սուրբ Հոգով եւ ինձ ամեն իմաստությունով, հանճարով լցրեց իր Սուրբ Հոգով, շնորհքը տվեց, որպիսի ես իր գործը կատարեմ, արդյոք ես կատարում եմ իր գործը? Արդյոք ես իմ արարքներով, իմ խորհուրդներով, իմ մտքերով չեմ խափանում Աստծո գործը? Շատ վախենալու է ասած ժողովուրդ, որովհետև պատկերացնում եք, հանկարծ կանգնում ես Աստծո առաջ ու Աստված քեզ հարց է տալի. այն ինչ որ արեցի քեզ համար, իմ որդին ուղարկեցի եւ նա իր մարմինը զոհաբերեց, որպես մի գառ զոհվեց, որպեսզի կարողանամ քեզ մաքրեմ իր այրունով, այնպես սրբեմ ու մաքրեմ, որ կարողանամ իմ Սուրբ Հոգին բերեմ քո մեջ բնակվելու, որպեսզի դու կարողանաս կատարել այն գործը, որ քեզ հրամայված է։ Ուրեմն, նախ եւ առաջ քեզ հրամայված է քո անձը շինել, որովհետեւ Աստծո խոսքն ասում է Սուրբ Հոգով աղոթ քանողը իր անձն է շինում։ Ուրեմն նախ եւ առաջ քո անձը շինես, ինչպես Բեսելին շինեց Աստծո խորանը, եւ դրանից հետո կատարես Աստծո գործը, այն ինչի համար կանչված ես, եւ ոչ թե խանգարես Աստծո գործին, այլ կատարողը լինես։ Եվ երբ որ ես բացատրեցի այդ եղբորը, որ գիտես ինչ, մենք լցված ենք Սուրբ Հոգով, որ նրանք, ովքեր չեն հասկանում, ձեզ բացատրելու, որովհետև նա նորահոգի է, բայց դուք այսօր ժողովուրդ երկար տարիների հոգևոր լինելով, տասնյակ տարիների հոգևոր լինելով, արդյոք դեռ դու կարիք ունես, որ մեկը գա քեզ բացատրի, թե դու ինքդ ես արդեն Աստծո գործը կատարում, որովհետև Սուրբ Հոգով լցված ես։ Գիտեք, երբ որ ես Սուրբ Հոգով լցվեցի, բժշկվեցի, երրորդ օրը Սուրբ Հոգով լցվեցի եւ չորրորդ օրը ես գնացի տեղից։ Գնացի մենակ իմ տունը, որ այնտեղ ոչ հավատացյալ կար, ոչ եկեղեցի կար, ոչ մեկը կար, որ քեզ բացատրեր։ Ինձ հետ էր միայն Սուրբ Հոգին եւ իմ Աստվածաշունչը, այն էլ արևմտահայերեն գրված Աստվածաշունչը։ Տերը օրհնի Գուարքրոջը սերունդներին, որ տվեց ինձ այդ Աստվածաշունչը, ես ընդհանրապես չունեի այդ արևմտյան հայերեն Աստվածաշունչը տվեց, որպեսզի ես կարողանամ կարդալ։ Եվ ասեմ ձեզ, ինքը Սուրբ Հոգին սկսեց ինձ շինել։ Նա սկսեց մաքրել ու սրբել, նա սկսեց խոսել, նա սկսեց գործել իմ միջոցով։ Ես բաներ էի խոսում մարդկանց, որ ինքս դեռ չգիտեի, երբ որ կարդում էի հետո Աստվածաշունչ, ասում էի, Աստված իմ, ես առաջի անգամ եմ այս բառերը լսում, ես ինչպես կարողացա այդ մարդկանց խոսեմ այդ բառերով։ Ինքը Սուրբ Հոգին շինում էր այս անձը, այս տաճարը, որտեղ ինքը բնակված է։ Գիտես, երբ որ դու մի տուն ես մտնում, գնում ես այդ տուն ապրելու, ինչ ես անում առաջինը դու սկսում ես մաքրել այդ տարածքը, մաքրում ես եւ դրանից հետո դասավորում ես քո կամքի պես, քո ցանկությամբ եւ ասում եմ քեզ, Սուրբ Հոգին նույնն է կատարում, քանի որ Հիսուսն ինքը ասեց, որ երբ որ դևը դուրս է գալիս բնակարանից, այդ բնակարանը սրբվում ու մաքրվում է եւ ասում է դևը ման գալով անջուր տեղերում եւ ոչ մի տեղ չի գտնում, ետ է դառնում, ասում է գնամ իմ տունս տեսնեմ։ Եվ երբ որ գալիս է, ասում այդ տունը գտնում է սրբված, մաքրված եւ դատարկ, որ չկա ոչ մի բնակվող այդ տանը, չկա ոչ մի կահավորվածություն, ինքը դատարկ է, ինքը համարվում է ամայի, ասում է, գնամ ինձնից 7-ին էլ 7 ընկեր առնեմ, հետս բերեմ, այստեղ բնակեցնեմ։ Ասում այդ մարդու վերջ ավելի վատ է լինում, քան որ առաջ էր։
Ուրեմն սիրելիներս, եթե Սուրբ Հոգին գալիս է, նա պիտի մաքրի սրբի այդ վայրը եւ դրանից հետո միայն կարողանա լեցնել Աստծո ներկայությունով։ Ուրեմն ժողովուրդ, այսպես եմ ասում, Աստված առաջինն ուզում է քո հոգու փրկությունը եւ երկրորդը ուզում է քո մտերմությունը իր հետ։ Աստծո նպատակն այսօր երկրագնդի վրա մարդկանց կյանքերի մեջ առաջինը բերել փրկություն, երկրորդը մտերմություն, մնացածը երկրորդական են, մնացածը երրորդական են։ Հասկանում եք, Աստված ասում է, եթե դու ինձ հետ լինես, ես կկարողանամ քեզ պաշտպանել։ Եթե դու ինձ հետ լինես, նեղության մեջ լինես, ես կշտապեմ վեր կենալու եւ փրկելու քեզ, ինչպես Սաղմոս 12-ի մեջ կարդացինք։ Ուրեմն, սիրելիներս, ես ուզում եմ վերջնական մի տեղ կարդամ եւ ես ամբողջ քարոզս ավարտեմ այդ խոսքի հիմքով, որպեսզի հասկանանք ինչի մասին էր խոսում Տերը։ Եկեք բացենք վերջի տեղը Հայտնության 21-րդ գլուխ եւ երրորդ խոսքը շատ հետաքրքիր է, մի բան ասեմ, եթե Սևակ աղբոր քարոզը չեք նայեք ու կտեսնեք, ես ուղղակի եւ ուրախացած եւ ցնցված մի հրաշալի մի քարոզ էր եւ ասեմ ձեզ իմանաք, որ հենց նույն հոգով լցված Սևակ աղբերս խոսած այն բաները, ինչը որ ես այսօր խոսում եմ։ Գիտեք, ոչ սկզբից մինչև վերջ, բայց վերջը լրացում արեց իմ քարոզով, որ ես իրոք եւս մեկ անգամ հաստատվեցի, որ Տերն է խոսում, որովհետև չէր կարող երկու մարդի մեջ նույն բաները խոսել։ Եվ տեսեք, այստեղ ինչ է ասում, ինչի համար Սևակ աղբոր հիշեցի, որովհետև ինքն էլ խոսեց այս ամենի մասին Տիրոջ խորանի, Տիրոջ բնակվելու մարդկանց մեջ եւ ի վերջո խոսեց, երբ որ ասեց Հայտնություն 21-ի երրորդն ու չորրորդը կարդաց, ես ցնցված էի։ Եվ ես կարդում եմ երրորդը եւ ասում է. «Եվ մի ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվե նրանց հետ, եւ նրանք կլինեն նրան ժողովուրդ, եւ ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը»։ Ամբողջը սրանումներ։ Եվ մի ձայն լսեցի, որ ասում է. ահա Աստծո խորանը։ Գիտեք, խորանը սրբության սրբոց մի տեղ կար, որ հենց Սուրբ Հոգին է, որ շատ զգուշությամբ պահում էր Աստված։ Ասում էր, այնտեղ, որտեղ ես քեզ հետ պիտի խոսեմ, Մովսես, եւ Ահարոնի հետ, եւ նրա հետ, ով պիտի մտնի այդտեղ ինձ հետ հանդիպման։ Գիտես, այսօր Աստված իր Սուրբ Հոգին այդ սրբության խորանը դրեց քո մեջ, որպեսզի կարողանա քո ներսով խոսի քեզ հետ։ Արի դու թույլ տուր Աստծուն, թող գործի քո մեջ, թող խոսի, թող մտերմություն անի, իմ խոսքն էր այսօր, Աստված փափագում է ինձ հետ մտերմություն անել։ Աստված փափագում է ինձ հետ, ասա ինձ հետ, որովհետև իսկապես Աստված ուզում է, որ մեզ հետ մտերմություն ունենա։ Այլապես մարդը կվայրենանա, այլապես մարդը կչարանա, եթե Աստված չխոսի մարդկանց հետ։ Սիրելիներս, այսքանն էր իմ այսօրվա խոսքը, ես հուսով եմ, որ ձեր հոգիները որոշ չափով կերակրվեց, որոշ չափով արթնացավ, որովհետև գիշեր ու ցերեկ աղոթում եմ, Տեր կենթանացրում էր հոգիները, Տեր կենթանացրում էր հոգիները, որովհետև եթե դու չկենթանացնես, մենք կլսենք ու չենք լսի, կտեսնենք ու չենք տեսնի, եւ չենք գիտակցի, եւ մեր սիրտը չի ընկնի, եւ մենք փրկություն չենք ունենա։ Գիտեք, վայ նրան ում անունները կջնջվի կյանքի կրքից, եւ հնարավոր է դա։ Գիտեք, քարոզներ կա, որ ասում մեկ անգամ հավատացիր եւ վերջ։ Քո անունը գրված է կյանքի գրքի մեջ եւ ոչինչ չի կարող քեզ ջնջել այնտեղից։ Կարող է ժողովուրդ, որովհետեւ Աստվածաշունչն է ասում, որ հնարավոր է որ ջնջվեն
մարդկանց անունները կյանքի գրքից, նրանց մեղքերի պատճառով, նրանց Աստծուն չսիրելու, չմոտենալու, չփառավորելու պատճառով։ Թող որ Աստված օրհնի ձեզ, որ այս խոսքերը իսկապես մեր կյանքերը փոխեն, որ մենք այսուհետև մինչև մեր կյանքի վերջին շունչը Աստծո մտերմությունը պահենք մեր մեջ։ Բաց չթողենք, տեսակ ինչքան երկար ճանապարհ անցկացրեց Աստված, մինչև որ հասցրեց նրան, որ մեր մեջ լինի, մեր մեջ բնակվի, այլևս հեռու չլինի մեզանից։ Որ երբ որ Աստված քեզ ժամադրության է կանչում, ասում է այսօր, այսինչ վայրում, այսինչ ժամին պաշտամունք է լինելու եւ ես էլ քեզ հետ հանդիպում եմ ունենալու այնտեղ։ Եթե դու հանդիպում ունես Աստծո հետ, եթե դու մտերմություն կներեք, մտերմությունն ես Աստծո հետ, դու կշտապես այդ հանդիպմանը։ Այս վերջերս մի շատ հետաքրքիր բան լսեցի, որ մի եղբայր ասեց, գիտեք, ինձ ասում են, որ գիտես, մեղքն է պատճառը, որ ես չկարողացա գալ, մեղքը գայթակղություն է ինձ, այս ճանապարհը տվեց, գայթակղություն են ճանապարհը, բայց ես մի բան հասկացա, ես այդ պահին մտածեցի, եթե մարդը Աստծո հետ մտերմություն ունենա, ինչ կարող է անել քեզ գայթակղությունը։ Ոչինչ, նա քո հետ ոչ մի կապ չի կարող ունենալ։ Եթե անգամ քո աչքերը կտեսնեն, կասես ու կանցնես, կասես, սա իմ համար չէ։ Սա իմ համար չէ։ Սա ինձ հետաքրքիր չէ։ Ժողովուրդ, եթե դու մի ողբերգական դեպք ես նայում ինտերնետի մեջ ու քո հոգին ցավացնում ես, ես ոչ թե քարեսիրտ եմ ասում եմ, մի նայեք, ես էլ չեմ նայում, ես գիտես ինչ հասկացողություն եմ վերցրել, եթե ես նայեմ, այդ մարդկանց ոչինչով չեմ կարող օգնել, եղել է ողբերգությունն արդեն, բայց ես իմ հոգին կվնասեմ, հավասար է նրան, որ դու մի շատ վատ դանակ կվերցնես եւ քո հոգուտ մեջ կխրես եւ այդ սպին կմնա քո հոգուտ մեջ։ Մի կեղտոտիր քո հոգին։ Մաքուր բայ, ասա, սա իմ համար չէ, սա ես չպիտի անեմ։ Ես Facebook մտնում եմ միայն ու միայն պաշտամունք անելու համար, որովհետեւ ինչքան կեղտոտ բան կա այնտեղ լցված է։ Ինչքան սուտ կա Facebook-ի մեջ լցված է։ Եթե դուք տենում եք, որ իմ լույսը վառվում է, դա չի նշանակում ես Facebook եմ մտած։ Ինձ շատերն են ասում, դու Facebook-ի մեջ ես, ասում ոչ, ես Facebook չեմ մտնում, ես ընդամենը Messenger-ն եմ օգտագործում, զանգում եմ։ Մարդկանց հետ շփվում եմ Messenger-ով, ոչ թե Facebook-ով, որովհետև շատ է կեղծիքը, շատ է սուտը։ Փչացնում է ձեր հոգին, ու դուք դա չեք տեսնում, քանի որ ձեր հոգին չեք տեսնում, ու չեք էլ հավատում այն ինչ որ Աստված ասում է։ Պահիր քո հոգին սրբության սրբոցի մեջ։ Մի թույլ տուր, որ ամեն պիղծ բան մոտենա քո հոգուն։ Մի պղծիր քո հոգին։ Սուրբ պահիր այն Տիրոջ համար։ Եվ Տերն էլ քեզ կպահի ամեն պղծությունից։ Նախ դու որոշում կայացրու, Տերն էլ կպահի քեզ ամեն տեսակի պղծությունից։ Սա է Աստծո գործը, սա է Աստծո կամքը։ Իր բոլոր սուրբերի համար։ Եկեք աղոթքի գանք, ժողովուրդ։ Տեր ջան, շնորհակալ ենք այս խոսքի համար իմ Աստված։ Շնորհակալ եմ, Տեր, գոհանում եմ քեզանից, որ իսկապես իմ Աստված, ով ենք մենք։ Մենք մի ворթ ենք, Տեր, մի ճիճու, ոչ մի բան չենք մեզանից ներկայացնում։ Մենք հող ենք, Տեր։ Բայց դու այսօր կամենալով կամենում ես մեզ հետ շփվել։ Մեզ հետ շփվել իմ Աստված։ Աղաչում եմ քեզ, Տեր։ Մաքրիր մեզ, սրբիր մեզ քո սուրբ որդու այրունով, Հայր։ Սքանչելի Տեր, քո թանկ սուրբ այրամբ, այն այրամբ, որ Գողգոթայի ճանապարհը գնալիս թափվում էր գետնին, Տեր։ Այն այրունով, որ թափեցիր մեզ համար, սրբիր մեզ, մաքրիր ու սուրբ հարամես, Տեր, որպեսզի կարողանանք մենք իսկապես մտերմություն ունենալ քեզ հետ։ Կարծես թե բարեկամը բարեկամի հետ եւ ընկերոջ հետ, որ կարող ես ամեն իրավիճակի մեջ այդ ընկերոջ հետ խոսել։ Դա եղիր դու, սիրելի Սուրբ Հոգի։
Խնդրում եմ Աստված իմ, հասկացրու մեզ, ցույց տուր մեզ քո ճանապարհները, Հիսուս, եւ ճանաչեցրու մեզ ավելի ու ավելի քեզ հետ, սիրելի Տեր, որ ավելի վստահ քայլենք մեր ճանապարհների մեջ, որ ավելի հստակ քայլենք իմ Աստված ամեն խորհուրդների մեջ, որ քեզանից է գալիս, որ դու ես տալիս մեզ, Տեր Հիսուս, եւ օգնիր մեզ Սուրբ Հոգի, օգնիր, որ այս խորանը, այս Սուրբ խորանը, որ դրել ես մեր մեջ, շինենք, այն իմաստությամբ եւ Տեր քո Սուրբ գիտությամբ, տուր, որ ամեն ժամանակ Սուրբ Հոգով այս տաճարը կառուցենք, եւ թույլ չտանք, որ ոչ մի բան ավիրի այս տաճարը, Տեր, որ երբ որ կամենաս, այն ժամանակ խոսես մեզ հետ, գաս մեզ հետ հանդիպման, ոչ թե մենք որոշենք, այլ դու որոշես, Տեր, ինչպես դու ինձ որոշում տվեցիր, եւ ես կանեմ դա, Տեր, ես կհավաքեմ քո ժողովրդին, ովքեր ծարավ են ու սոված են իմ Աստված, քո խոսքի փափագ ունեն, հանդիպման փափագ ունեն, Հիսուս, ես կհավաքեմ քո խոսքը կատարելով, Տեր, որովհետև ամեն ինչ որ կամենում ես, այն ես անում, Տեր, ում որ ուզում ես ողորմել, ողորմում ես, Տեր, ում որ ուզում ես գտալ, գտում ես, Տեր, շնորհակալ եմ քեզ, Հիսուս, Տեր, դու գիտես ամեն մեկին իմ Աստված, դու տեսնում ես ամեն մեկի տառապանքը, դու գիտես նրանց սրտի ցավը, Տեր, դու գիտես նրանց հոգու կսկից իմ Աստված, դու տեսնում ես, Հայր, եւ ես ուզում եմ այսօր աղոթք եւ աղաչանք բարձրացնել այն մարդկանց համար, ովքեր այսօր, Տեր, կարիքի մեջ են, Հիսուս, այսօր, Տեր, իմ Աստված, հոգսեր ունեն, խնդիրներ ունեն, Տեր, դու գիտես մարմնի ցավեր ունեն, իմ Աստված, խնդրում եմ, Տեր, աղաչում եմ քեզ, Հիսուս, խնդրում եմ, որ դու հիմա հպվես նրանց, Տեր, քո կամքով այցելես նրանց, Տեր, ինչպես կուզես, Տեր, կուզես քո հանդիմանական խոսքով, կուզես քո դաստիարակչական խոսքով, կուզես քո մխիթարական խոսքով, Տեր, միայն թե քո խոսքով լինի, Հայր, որովհետև քո խոսքի մեջ է բժշկությունը, Տեր, քո խոսքի մեջ է ազատագրումը, իմ Աստված, քո խոսքի մեջ է, Հիսուս, այն ամենը, ինչ որ մարդը սպասում է երկնքից, Տեր, խոսիր մեզ հետ քո խոսքով եւ մենք կլեցվենք քեզանով, Տեր, եւ մենք կմխիթարվենք, մենք կբժշկվենք, կազատագրվենք, Հիսուս, որովհետեւ մենք քո կարիք ունենք, Տեր, աղոթում եմ իմ Աստված, բոլոր այն մարդկանց համար, ովքեր հիվանդություններով լեցված են, Տեր, իմ Աստված, ում մարմիններն այսօր տկարացած է, Հիսուս, ես աղոթում եմ նաեւ բոլոր իմ քույրերիս համար, Հիսուս, ովքեր որ այսօր տկարություն ունեն, իմ մամաս այդ թվում, իմ Աստված, ես խնդրում եմ քեզ, Տեր, քո գերազանց խոսքդ ուղարկիր, միայն քո խոսք, իմ Աստված, ինչպես հայրապետն ասաց, միայն քո խոսքն ուղարկիր եւ բավական է եւ իմ ծառան բժշկված կլինի, սքանչելի Աստվածս, միայն քո խոսքդ ուղարկիր եւ ամեն բան կլուծվի, Տեր, ամեն բան կհեռանա, Հիսուս, այնինչ որ չարիցն է, սատանայիցն է, Տեր, պատել էր նրանց մարմինը, նրանց միտքը, նրանց հոգին, նրանց գլուխը, Տեր ջան, ես խոսում եմ Հիսուսի անունով, որ հենց հիմա քո խոսքի գերազանց զորություն ուղարկես եւ նրանք լինեն ազատագրված, լինեն կատարյալ բժշկված, Հիսուս, եւ ոչ մի բան իմ Աստված չի կարող նրանց ետ պահել քո բժշկությունից, քո խոսքից, Հիսուս, որովհետեւ եթե քո զորությունով այցելես, ոչինչ չի կարող քեզ դեմ կանգնել, եթե Աստված է մեր կողմը, ով կարող է մեզ հակառակ կենալ, ոչ ոք, իմ Աստված, եթե այն դուռը, որ դու հենց հիմա ուզում ես բացել, իմ Աստված, ոչ ոք չի կարող փակել, Տեր, դու գիտես մարդկանց սրտերը, Հիսուս, միայն դու, Տեր, միայն դա քեզ է տրված գիտենալ, եւ ես խնդրում եմ Աստված, որ հիմա նայես նրանց սրտերին եւ ազատագրես նրանց այդ ծանր բեռից, որ ամեն քույրս վերցրել է իր սրտի մեջ, Տեր, ու փորձում է ինքը կառավարել այդ իրավիճակը, սովորեցրու նրանց ուղղակի բաց թողել այդ իրավիճակը, Տեր, հանձնել քեզ, իմ Աստված, վստահելի ձեռքերում եւ կտեսնեն քո փառքը
Եվ կտեսնեն քո մեծությունը Հիսուս, եւ կտեսնեն քո զորությունը Տեր։ Թող այլևս հոգ չանեն իրենց մարմինների համար Տեր։ Թող այլևս հոգ չանեն իմ Աստված իրենց հիվանդությունները ինչպես պիտի բժշկվի, ինչ տեղով, ինչ բժշկով, ինչերով, ոչ Տեր։ Թող վստահեն քեզ եւ քո խոսքդ կգա եւ կատարյալ կբժշկի, երբ որ նրանք քնած կլինեն։ Այն ժամանակ նրանք կտեսնեն քո փառքը Հիսուս։ Ամեն խնդիր լուծված կլինի Տեր։ Եթե մարդը իսկապես վստահի քեզ, եթե մարդը հանձնվի քեզ Տեր, եւ ոչինչի համար հոգս չանի։ Այդ թվում նաեւ նրա վաղվա օրվա համար։ Շնորհակալ եմ Տեր։ Ալելույա քեզ Հիսուս։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Գոհանում եմ քեզանից իմ Աստված, որ դու այստեղ ես, որ դու լսում ես եւ մարդկանց սրտերի մեջ գործում ես, Հայր։ Ես փառավորում եմ քո անունը Հիսուս։ Ես պաշտում եմ քեզ իմ Աստված, որովհետև դու միայն դու Հիսուս արժան ես առնելու ողջ փառքը, պատիվը եւ մեծությունը, Հայր։ Միայն դու իմ Աստված, ողջ փառքը լինի Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ալելույա, ամեն։ Եղեք օրհնված։ Թող Տերը առատապես օրհնի ամեն մեկիդ եւ իմանաք, որ Տերը բարի է եւ Տերը ամեն իրավիճակի մեջ տեսնող է, Տերը տեսնող է, ամեն, հիշեք, որ Տերը տեսնում է ձեզ, և ամեն ինչ, փառավորվի մեր Տերը, Աստծո փառահեղ զորությունը թող գա ու լեցնի մեր սրտերը, ձեր պակասը թող լեցվի այսօր Տիրոջ խոսքով և Տիրոջ ներկայությունով, թող Տերը պահապան լինի մեզ, թող Տերը օրհնի մեզ, Տերը պահի մեզ, Տերը պայծառեցնի իր երեսը մեզ վրա և ողորմի մեզ, Տերը բարձրացնի իր երեսը մեզ վրա և խաղություն տա մեզ, որ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդությունը մեզ բոլորիս հետ լինի։